Առաջարկում եմ հարմար տեղավորվես, որովհետև այսօր խոսելու եմ մի բանի մասին, որը շրջապատում է մեզ ամեն տեղ ու ամեն վայրկյան, բայց դրա նրբությունների մասին մենք հազվադեպ ենք մտածում։ Ես Նարեկ Նեմտերյան, Spin Ideas Agency դիզայն թիմի ղեկավարը։ Եթե դիզայնի ոլորտում ես, հաստատ լսած կլինես իմ ամենասիրելի դիզայների Սագի Հավիվի անունը։ Նա Չերմաև, Geismar Haviv կամ պարզապես CGH դիզայներական ընկերության գործընկերն է։ Մեկնաբանելու կարիք չկա այս լեգենդների արածը, որովհետև ինչ անում են ուղղակի խելագարություն է։ Աշխարհի ամենաճանաչելի լոգոներից շատերը իրենց ձեռքի գործն է։ US Open-ի նշանը, NBC հեռուստաընկերության սիրամարգը, National Geographic-ի դեղին շրջանակը, Chase բանկի ութանկյունը ու այսպես շարունակ։ Բայց այստեղ ամենակարևորն է, որ ըստ Հավիվի իսկական դիզայնը հակառակ մեր բոլոր սպասումների այդ սեր չի առաջին հայացքից, որովհետև մարդիկ սովորաբար ակնկալում են հիացմունք։ Նրանք ուզում են տեսնել լոգոն ու ասել ես ինչ պոպ գործ է, բայց հզոր լոգոները իրենց ուժը հավաքում են միայն ու միայն ժամանակի ընթացքում։ Մի րոպե, մինչև այս թեման շարունակելը, քեզ հաստատ կհետաքրքրի Սագի Հավիվի անձնական պատմությունը, թե ոնց է նա հասել այդ մակարդակին։ Նա սկսել է որպես սովորական ուսանող Cooper Union College-ում ու մի օր պատահական գտնում է հենց CG ընկերության գիրքը ու հիանում է դրանով։ Հա, մոռացա ասեմ, որ մինչև իր համագործակցությունը CGH ընկերության հետ, այդ ընկերության անունը եղել է CG, հիմնադիրներ Չերմաև ու Geismar-ի պատվին։ Հետո նոր ավելացել է ինքը ու դարձել CGH։ Շարունակեմ միտքս։ Մի օր էլ պարզվում է, որ իր դասախոսներից մեկը CG ընկերության գործընկերն է, բայց դասախոսը միանգամից հայտարարում է, որ իրենք ոչ մի աշխատակցի չեն ընդունում։ Շատերի համար այդ կլիներ վերջնական կանգառ, բայց Սագին չի հանձնվում։ Նա անընդհատ մոտենում է դասախոսին, խնդրում է, համոզում է ու առաջարկում է աշխատել անվճար։ Նրան թույլ են տալիս շաբաթական 3 օր գալ գրասենյակ ու Հավիվը միշտ ամենաառաջինն էր մտնում աշխատանքի ու ամենավերջինը դուրս գալիս այդտեղից։ Բայց պարզապես քրտնաջան աշխատելով չես դառնա համաշխարհային ընկերության պարտներ, չէ՞։ Հենց ստեղ է ամենակարևոր պահը։ Երբ ընկերությունը սկսում է կիսվել երկու մասի, բոլորը սպասում էին, որ Սագին կգնա իր դասախոսի հետ, բայց նա համարձակություն է ունենում մտնել լեգենդար Իվան Չերմաևի ու Թոմ Geismar-ի մոտ ու ասում. «Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ գործընկեր դառնալ»։ Ու նրանք համաձայնվում են։ Սագին իր աշխատանքները ցույց է տալիս ամբողջ գրասենյակին, ամենակրտսեր աշխատակցից մինչև թիմի ղեկավարներ։ Նա լսում էր քննադատությունը ու ընդունում։ Այս դրա մեջ է պրոֆեսիոնալիզմը։ Հիմա ասենք այն թեմային, որից սկսել ենք։ Մարդիկ հաճախ կարծում են, որ լավ լոգոն պետքա շատ բան պատմի ընկերության մասին, որ դա մի ամբողջ պատմություն է, կամ ուղղակի գեղեցիկ պետքա լինի։ Բայց եկեք հիշենք, որ լոգոն կոմունիկացիա չի։ Լոգոն նույնականացման համար է, որից դրա հիշենք քո բրենդը։ Համարենք լոգոն նախադասության վերջակետն է, ոչ թե բուն նախադասությունը։ Ու դրա համար կա 3 ոսկե կանոն։ Առաջինը, լոգոն պետք է լինի համապատասխան, ոչ թե բառացի շատ բան ասի, այլ ունենա ճիշտ զգացողություն։ Օրինակ, եթե սպորտի համար է, լինի դինամիկ, կամ եթե նորաձևության համար է, լինի էլեգանտ։ Երկրորդը, լոգոն պետք է լինի տարբերվող ու հիշվող։ Պետք է անցնի խզբզելու թեստը, այսինքն պետք է կարողանաս հիշողությամբ արագ նկարել թղթի վրա։ Եթե 1 կամ 2 անգամ լոգոն տեսնելուց հետո չես կարողանում նկարել, ուրեմն չհիշվող է։ Եվ ամենակարևորը, երրորդը, այդ պարզությունն է։ Լոգոն պետք է անթերի աշխատի թե շատ փոքր, թե շատ մեծ չափերով։ Պարզության մասին խոսելիս ես միշտ հիշում եմ հենց CGH-ի ստեղծած National Geographic լոգոյի օրինակը։ Եթե Մարսից մեկը իջներ ու այդ լոգոն տեսներ, կմտածեր, «Էս ի՞նչ դեղին ուղղանկյուն է»։ Համաձայնեք ինձ հետ, որ պարզ ձև ստեղծելը ամենադժվարն է։ Այդ պետք է այնքան պարզ լինի, որ հնարավոր լինի օգտագործել ցանկացած մակերեսի վրա, բայց չդառնա շատ ստանդարտ կամ ձանձրալի։ Բայց գիտեմ, ստեղ մի հատ կարևոր հարց է առաջանում։ Եթե դուք պատվիրատու եք ու մեծ գումար եք վճարում լոգոյի համար ու ձեզ բերում են մի դեղին ուղղանկյուն, դուք այդ պահին կմտածեք. արժես լոգոյին այսքան փող տալ։ Հիմա ասեմ ինչու են հաճախորդները սկզբում ատում լավագույն լոգոները։ Որովհետև մեր ուղիղը չի սիրում անծանոթ բաներ ու անմիջապես փորձում է նմանացնել լոգոն ծանոթ առարկաների։ Երբ հաճախորդն ասում է, սա ինձ հիշեցնում է այս ինչ բանը, այդ արդեն վտանգավոր նշան է։ Հիմա այս թեմայով պատմեմ Chase բանկի պատմությունը 1960 թվականին, որը ուղղակի էպիկ դրվագ է։ Բանկի նախկին լոգոն ԱՄՆ-ի քարտեզն էր ու վերևի հատվածում գլոբուս։ Շատ բարդ, ոնց որ փորձում էր չափազանց շատ բան ասել։ Բանկը CG-ին պատվիրում է ստեղծել նոր լոգո։ Ինչպես միշտ, CG-ն առաջարկում է պարզ ու թանկյուն։ Ու ինչպես բոլոր նման դեպքերում, բանկի նախագահը ուղղակի ատում է այդ լոգոն, ասում է, «Էս մենք չենք, էս մեր մասին չի»։ Հետո արգելում է այդ լոգոն օգտագործել իր գրասենյակում ու իր այցեքարտի վրա։ Բայց ինչ է լինում հետո։ Ընդամենը 6 ամիս անց դիզայներները հանդիպում են նրան բանկի միջանցքում։ Նա կրում էր կրծքազարդ ու գլխարկ, հենց այդ ու թանկյուն լոգոյով։ 6 ամսում նա արդեն զգում էր դրա սեփականատերը։ Լոգոն ապրեց ճիշտ միջավայրում ու կլանեց բանկի իմաստը։ Բայց ոնց հաղթահարենք այդ դիմադրությունը հաճախորդի հետ բանակցելիս, որ հաճախորդը հավանի ու ընդունի պարզությունը։ Ուրիշ օրինակ բերեմ Conservation International-ի դեպքում։ Նրանք ունեին ձեռքով նկարված լոգո Կապիկա անտառում։ Իրենց առաքելությունը սկզբում անտառներն էր, բայց փոխվել էր ու դարձել գլոբալ
ներառելով մարդկանց ու բնությունը։ Առաջարկվեց կապույտ շրջան տակը կանաչ գծիկով, կապույտ մոլորակը ու կանաչ ճանապարհը։ Իսկ գիտնականները ապշած էին ու ասում էին, ոնց կանենք մեր գեղեցիկ անտառն ու կապիկը փոխարինել շրջանով։ Այս ամեն ինչից հետո դիզայներները չհանձնվեցին։ Նրանք ստեղծեցին անիմացիա, որտեղ հին լոգոյի անտառը վերածվել էր նոր լոգոյի, այսինքն իրենք վիզուալ կապեցին նրանց ծանոթ անցյալը անծանոթ ապագայի հետ, ու դա աշխատեց։ Այդտեղ սովորեցին, որ նշանն ընդհանրապես գործիք է, ոչ թե աշխարհի ճշգրիտ նկարագիրը։ Գիտեմ, որ այս լոգոյին շատ նման հայկական լոգո հիշեցիր։ Քանի հիշել եմ, մի հատ լավ բան ասեմ մեր գործընկերներին գունագոյացման վերաբերյալ։ Լոգոյի գինը բաժանեք այն տարիների քանակի վրա, որոնց ընթացքում լոգոն պետքա գոյատևի։ Օրինակ, տասնամյակներ շարունակ, եթե բաժանում ես 50 տարվա վրա, գինը թվում է աննշան։ Բայց մի հատ մեծ կանոն կա, եկեք պահենք այդ։ Երբեք պետք չի անել անվճար դիզայն մրցույթների ու տենդերների համար։ Արդյունավետ աշխատանքը պահանջում է երկխոսություն ու խորը կապ հաճախորդների հետ։ Նման մրցույթների ժամանակ այդ չի լինում, ու դու ուղղակի գուշակում ես։ Ճիշտ այն է, որ լոգոն սկսելուց առաջ խոսես որոշում կայացնողի հետ, որովհետև չես կարող առաջին անգամ ցույց տալ քո աշխատանքը վերջնական որոշում կայացնողին առանց նախապես վստահություն կառուցելու։ Այդ նման է փողոցում ծաղիկ վաճառելուն։ Մարդը պարզապես կնայի ու կասի, այդ ինձ դուր չի գալիս, ուրիշ բան առաջարկի։ Ու միշտ հիշենք, որ արժեքավոր բաները դիմադրում են ժամանակի փորձությանը։ Դրանք պարզ են, համապատասխան ու իրենց իմաստը վաստակում են հետևողականության միջոցով, այլ ոչ թե տրենդերին հետևելով։ Ձեզ մի հատ լավ բան առաջարկեմ։ Այս լսելուց հետո ուղղակի վերցրեք ձեր հեռախոսը ու նայեք ձեր ամենաշատ օգտագործվող հավելվածներին կամ ձեր սիրելի բրենդների լոգոները։ Ինչքանով այդ լոգոների հանդեպ ձեր սերը իրականում սովորություն ու ինչքանով դիզայն։ Ու մտածեք, եթե դուք պետքա ստեղծեք ձեր անձնական լոգոն, հիմնվելով նախադասության վերջում դրվող վերջակետի կանոնի վրա, ինչ երկրաչափական պատկեր կընտրեիք, որը մի քանի տասնամյակ ցույց կտա աշխարհին, թե ով եք դուք դարձել։ Լավ մնացեք, հուսով եմ կհանդիպենք։